Բարի երեկո։ Տարիներ շարունակ քաղաքակիրթ աշխարհն Ադրբեջանին կոչ էր անում նորմալ պահել իրեն, գոնե այն հարցերում, որոնք առնչվում են այն արժեքներին, որոնք առանցքային են քաղաքակիրթ աշխարհի համար։ Մարդու իրավունքներ, քաղաքացիական ազատություններ, ժողովրդավարական ընտրություններ եւ այլն։ Եվ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները խորապես թքած էին ունենում բոլոր այդ կոչերի վրա, հասկացնելով, որ ինչ ուզեն, այն էլ կանեն։ Պետք է փաստել, որ տարիներ շարունակ Ադրբեջանի մոտ ստացվում էր անել այն, ինչ ուզում էր եւ մեղմ ասած անպատիժ մնալ։ Պատճառներն էլ հասկանալի էին։ Ադրբեջանական նավթը խիստ էական գործոն էր այդ երկրի իշխանությունների նկատմամբ լոյալություն ապահովելու համար։ Նույնիսկ եթե նրանք անցնում էին բոլոր հնարավոր սահմանները, եւ մյուս կողմից Բաքուն սովորել էր կաշառել չինովնիկներին իրեն ձեռնտու քաղաքական դիրքորոշման համար, եւ դա աշխատում էր։ Համենայն դեպս բռնություններն այդ երկրում միշտ են եղել, կեղծված ընտրությունները նույնպես, քաղաքական հայացքների համար միշտ են հետապնդելու դատել, բայց մինչև հիմա ոչ ոք այդ մասին մեծաշու չէր հիշում։ Եվ ինչ-որ բաներ իհարկե երբեմն ասում էին, թեթևի մեջ հայտարարություններ անում, բայց դրանցում լրջությունն ակնհայտորեն պակասում էր։ Իսկ դրա փոխարեն խավիարի ու նավթադոլարների հոտ էր փչում բոլոր այն դիվանագետների ու պաշտոնյաների բերանից, որոնք փորձում էին Ադրբեջանի պաշտպանի դերն ստանձնել։ Պետք է փաստել, որ տարիներ շարունակ Իլհամին հաջողվում էր անել այն ամենը, ինչ խելքին կփչի, եւ անպատիժ մնալ։ Իսկ այդ պարագայում մի անգամ այն օրինաչափ է, որ մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդպես հավերժ է լինելու, որ ինքը ուզածդ մեկին բանտ է նետելու, իսկ աշխարհը դա չտեսնելու է տալու։ Բայց ժամանակները կարծեք թե փոխվում են, ու հիմա քաղաքակիրթ աշխարհը գոնե առաջին տպավորությամբ այլևս չի պատրաստվում հանդուրժել պուճուր բռնապետությունն ու պուճուր բռնապետին, ու սկսել են խոսել այդ մասին։ Իսկ ինչու հանդուրժել։ Я за какой-то паршивый 14 лет эта гадюка терпеть буду, который старуха колодец положила. Вы как хотите, а я иду в милицию. Եվրոպան պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի հանդեպ, ավելի կոնկրետ այս փուլում միայն այն պաշտոնյաների հանդեպ, որոնք Եվրախորհրդարանի կարծիքով կանգնած են մարդու իրավունքների խախտումների ետևում։ Եվրոպական այդ կառույցում համապատասխան բանաձև է ընդունվել, որի օգտին քվեարկել են նիստին մասնակից 365 խորհրդարանականներից 202-ը։ Ճիշտ է, պատժամիջոց ասվածը գոնե այս փուլում կլինի, ասենք Եվրոպա մուտքի վիզա չտրամադրելու կամ այլ տեսքով, ինչն ադրբեջանցիները կարող են ընկալել որպես ոչ այնքան լուրջ պատժամիջոց, բայց այն, որ Եվրոպան տրամագծորեն փոխում է իր վերաբերմունքը Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ եւ ասում կոշտ միջոցների այլևս ակնհայտ է։ Միգուցե պատժամիջոցները դեռևս շատ ցավոտ չեն, սակայն դրանք ամեն դեպքում պատժամիջոց են։ Буду бить аккуратно, но сильно. Իդեպ չափազանց հետաքրքիր կերպով են արձագանքել այս բանաձևին հենց իրենք ադրբեջանցիները։ Մասնավորապես այդ երկրի նախարարներից մեկը Ոմն Մուստաֆաև, որը ուշադրություն նաև պատասխանատու է Եվրամիության հետ համագործակցության համար, հերթական հակաադրբեջանական սադրիչ քայլ է անվանել պատժամիջոցների մասին բանաձևի ընդունումը եւ կրկին ուշադրություն ասել է, թե այդ քայլը անպատասխան չի մնա։ Ու հիմա Եվրամիությունում ահը սրտում սպասում են, թե ինչ պատասխան են տալու ադրբեջանցիներն իրենց, իսկապես вахենալու է։ Слушай, ты меня еще не знаешь. Когда вернусь в Рим, мы поговорим с тобой. Запомни это. Деревенщина неграмотная. Розарио еще никто не обзывал беременным. Կատերալ դեբիլ է պետք լինել Եվրամիության հետ համագործակցությունը խորացնող հիմնական պաշտոնյաներով հանդերձ Եվրամիության ասեին էշ սպառնալիքներ հնչեցնելու համար։ Չնայած Ադրբեջանի պարագայում առանձնապես զարմանալ էլ նման բաների վրա չի կարելի։ Առողջ եղեք։